Մեր գյուղատնտեսական ծրագիրը կոչում ենք բարեկեցիկ գյուղ և մրցունակ գյուղատնտեսություն։ Գյուղատնտեսության վիճակը 98-99 թվականին շատ ավելի բարվոք չէր, քան քաղաքային կյանքը։ Կոլխոզները քանդվել էին ավելի շուտ, նոր որևէ բան չէր ստեղծել, պարտանյութ չկար, բուժանյութեր չկային, սերմացու չկար, բայց թիրախային գիտակցված քաղաքականության արդյունքում գյուղը սկսեց շնչել, գյուղական կենցաղը սկսվեց բարելավել։ Կար գյուղատնտեսության նախարարություն, կային մարզպետարանի աշխատողներ, գյուղացին զգում էր, որ կողքը մարդ կա, պետություն կա, խնդրի դեպքում կարող էր մոտենալ և դիմել պետությանը։ Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Հարցնում ես ինչի, հոդաբաշխ պատասխան չկա, թե բա գյուղատնտեսությունը էկոնոմիկայի մասին։ Դե ամեն ինչն է էկոնոմիկայի մասին։ Տրանսպորտն ու կապն են հետո։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Ու դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են, վայ, Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ենք ներմուծել։ Վարելահողերի մեծ կեսից ավելը չի մշակվում, բայց աչքները Ղազախստանի վրա են։ Սա երկար շարունակվել չի կարող։ Մեր գյուղատնտեսական քաղաքականությունը միտված է լինելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների եկամտաբերության աճին, պետության պարենային անվտանգության մեծացմանը, ինչպես նաև գյուղական կենցաղի և գյուղական կենսակերպի պահպանմանը։ Չես կարող առանց կալոշների գյուղերում քայլել, չի կարող սա շարունակվել։ Կենցաղը պետք է բարելավվի, տնտեսական հնարավորությունները պետք է հզորացվեն, որպեսզի մարդիկ մնան, աշխատեն, գյուղերում ամրապնդեն մեր սահմանները։ Ինչ ենք առաջարկում։ Ունենք կտրտած հողակտորներ, չանդրադառնանք ինչու այդպես սեփականաշնորհվեց, փաստ է։ Փոքր հողակտորների մշակումը դժվար է, եկամտաբերությունը մեծ չէ։ Խթանելու ենք կոոպերացիան և խթանելու ենք հողերի խոշորացումը, պահպանելով հողի նկատմամբ սեփականության իրավունքը,